Այսօրվա մեր հանդիպման նպատակը վերջերս ներքին գործերի նախարարության կողմից մարզդրական նախաձեռնության կարգով այսպես կոչված հաշվառման քննական ծառայությունների բնագավառում կատարված փոփոխություններ ներկայացնելն է, բայց քանի որ օրենքից բացի նաև հուլիսի 2-ին 2026 թվականի կառավարության նիստում կառավարությունը հավանության արժանացրեց նաև 2020 թվականի մարտի 26-ի 385 նորմատիվ որոշման մեջ փոփոխությունների նախագիծը, մենք բնականաբար նաև դրան կանդրադառնանք, որովհետև եւ օրենքի փոփոխությունը եւ կառավարության որոշման փոփոխությունները ունեն ընդհանուր համակարգային տրամադրություն։ Անդրադառնանք օրենքի փոփոխությանը, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքում կատարվել են փոփոխություններ եւ լրացումներ, այսպես եթե կարճ ձևակերպենք, խոսքը վերաբերում է վարելու իրավունքից զրկված անձանց վարելու իրավունքը վերականգնելու նոր ընթացակարգին, այսպես մոդելային փոփոխությանը, մենք իհարկե առիթ ունեցել ենք խոսելու այն մասին, որ մոդելային փոփոխություն ենք կատարում եւ վերաիմաստավորում ենք կոնկրետ հիմքով վարելու իրավունքից զրկված անձանց պարագայում այդ իրավունքը վերականգնելու ընթացակարգը։ Ես մի փոքր իհարկե ավելի դետալներին կանդրադառնամ, որից հետո պարոն Չիմուգյանը ավելի կիրառական մասով անդրադարձ կկատարի դիմելու եւ այլի կապակցությամբ։ Ինչ ենք մենք առաջարկում եւ ասեմ, որ այդ առաջարկի հիմքում նաեւ միջազգային փորձի ուսումնասիրությունն է, տարբեր երկրներում շեշտադրում է կատարվում վարորդի վարքագծի փոփոխության վրա, այսինքն երբ անձը զրկվել է վարելու իրավունքից, մեխանիկորեն նոր քննություններ կազմակերպելը բնականաբար հեշտ է եւ դա հայտնի է եւ մինչեւ այս փոփոխությունները Հայաստանի Հանրապետությունում այդ կարգն է գործել, բայց նաեւ շատ են այն իրավիճակները եւ օրինակները, երբ շեշտադրում է կատարվում վարորդի վարքագծի վրա։ Օրինակ, լրացուցիչ վերապատրաստման են ուղարկում, օրինակ սահմանվում է փորձաշրջան սահմանափակ հնարավորություններով, ընդ որում այս տարբերակը մենք ընտրել ենք եւ մեծ դետալներին կանդրադառնամ եւ այլ տարբեր մոտեցումներ կան, եւ մենք որոշեցինք գնալ այս ճանապարհով, ասեմ նաեւ, որ այս բոլոր փոփոխությունները նաեւ այն բանի արդյունքն են, որ մենք մեր քաղաքացիների հետ անընդհատ գտնվում ենք երկխոսության մեջ, եւ սա առաջին օրինակը չէ, մենք վերջին տարիներին շատ մեծ ծավալի փոփոխություններ ենք կատարել եւ դրանք շատ հաճախ պայմանավորված են եղել քաղաքացիների կողմից ներկայացված դիմումներով, առաջարկներով, համատեղ կայացած քննարկումներով, որոնք իհարկե մասնագիտական ֆիլտրով անցնում են բնականաբար, որովհետեւ մեզ համար շատ կարեւոր է անվտանգությունը։ Ի սկզբանե ասեմ, որ այս փոփոխությունը որևէ աղերս չունի անվտանգության նշաձողը իջեցնելու հետ եւ որևէ բան ներքին գործերի նախարարության կողմից չի արվում եւ չի արվելու անվտանգության հաշվին։ Սա ընդհանրապես մոդելային փոփոխություն է, որը մեր գնահատմամբ ավելի արդյունավետ է դարձնելու այս գործընթացը։ Հիմա մի քանի դետալների մասին, մինչև բուն այս հիմքին անդրադառնալ, ասեմ, որ մեր օրենսդրությամբ վարելու իրավունքի դադարումը ունի մի շարք հիմքեր։ Օրինակ, եթե դատարանի օրինական ուժի մեջ մտածվելով անձը ճանաչվել է անգործունակ, եթե առկա է անձի հոգեկան թմրանյութերի կամ թմրանյութերի կամ հոգեներգործուն նյութերի օգտագործման պայմանավորված հիվանդության կամ նրա առողջական վիճակը օրենսդրությամբ սահմանված պայմաններին չբավարարելու կամ չհամապատասխանելու մասին տեղեկատվություն։ Հաջորդ հիմքը առկա է վարելու իրավունքից զրկելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտ կամ այլ իրավասու մարմնի ուժի մեջ մտած ակտ, եւ չորրորդ հիմքը այն է, երբ անձը մահացել է։ Ինչ ենք մենք այս խումբ հիմքերից առանձնացնում։ Այն բոլոր դեպքերում, երբ վարելու իրավունքից զրկելը կամ վարելու իրավունքի դադարումը կապ կունենա անգործունակ ճանաչվելու համապատասխանին կողմից թվարկված հիվանդությունների հետ, կապ կունենա դատարանի կողմից զրկումների հետ, կապ կունենա օտարերկրյա պետությունների իրավասու այլ մարմինների կողմից զրկելու հետ, ընթացակարգը որակավորման քննությունների միջոցով այդ վարելու իրավունքը վերականգնելու պահպանվում է։ Որակավորման քննությունների միջոցով վարորդական իրավունքի վերականգնումը շարունակում է մնալ ուժի մեջ։ Եվ իհարկե այստեղ արդեն անդրադառնանք բուն կարգավորմանը, իսկ այս պարագայում որ հիմքին ենք մենք անդրադարձել։ Այստեղ առնվազն երկու նախապայման է պետք, այսինքն նախագծի արդեն օրենքի շահառու են հանդիսանալու այն անձին, որոնց վարելու իրավունքը դադարել է, այսինքն վարելու իրավունքից զրկվել են Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից կայացված եւ ուժի մեջ մտած վարչական ակտով։ Երկրորդ շատ կարևոր նախապայմանը այն է, որ այդ վարելու իրավունքը պետք է անձին տրամադրված լինի Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից։ Երկու նախապայման այս պահին։ Վարելու իրավունքը պետք է տրամադրված լինի Հայաստանի Հանրապետության կողմից եւ վարելու իրավունքից զրկումը պետք է իրականացված լինի ոստիկանության Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից կայացված եւ ուժի մեջ մտած ակտի հիմքով։ Այս պարագայում, եթե այս երկու նախապայմանը մենք ունենք, ինչ ենք ասում ենք,
վարելու հիմքը վերանալուց հետո, այսինքն զրկման ժամկետը ավարտվելուց հետո, 1 տարվա ընթացքում անձը կարող է դիմել, վճարել համապատասխան պետական տուժք, որը սահմանված է 50,000 դրամի չափով, եւ այս պարագայում առանց որակավորման քննությունների նրա վարելու իրավունքը վերականգնվում է, սահմանվում է վերականգնման օրվանից սկսած 1 տարվա փորձաշրջան, մարդը կարող է ունենալ 1 չսպառված միավոր, բայց կատարել այնպիսի խախտում, որի համար ենթադրենք նախատեսված է օրինակ 4 միավոր։ Այս դեպքում 6 արդեն գերազանցեցին եւ նա կզրկվի վարելու իրավունքից 1 տարի ժամկետով եւ ասեմ նաեւ, որ այս հնարավորությունից անձը կարող է օգտվել բացառապես 1 անգամ։ Ունենք նաեւ անցումային կարգավորումներ, որը կապ ունի նաեւ դիմելիության հետ, ժամկետների հետ։ Ես ինչպես խոստացել էի, խոսքը կփոխանցեմ պարոն Չիլինգարյանին, այնտեղ նաև շատ հետաքրքիր մանրամասներ կան նաև պետական տուժքի վճարման համար նախատեսված հաշվի համարի եւ այլնի հետ։ Խնդրեմ պարոն Չիլինգարյան։ Շնորհակալություն, նախ անցումային դրույթի մասին ասենք, հետո ընթացակարգի։ Անցումային դրույթը հետևյալն է, որ օրենքի կարգավորումները կտարածվեն 2020 թվականի հունվարի 1-ից հետո վարելու իրավունքից զրկված անձանց նկատմամբ նաև, այսինքն մինչև 2020 թվականի հունվարի 1-ը զրկված անձինք չեն կարող օգտվել այս իրավունքից, ինչով է պայմանավորված հենց 2020 թվականի հունվարի 1-ը ընտրելը եւ օրենքի նախագծով ներկայացնել ազգային ժողովի քննարկմանը, դա այն ամսաթիվն է, երբ ներդրվել է տնօրենային միավորների համակարգը Հայաստանի Հանրապետությունում եւ մենք ունենք որոշակի նաև վիճակագրություն եւ վերլուծություններ այդ օրվանից սկսած անձանց վարքագծի վերաբերյալ եւ նաև ունենք անհատականացնող տեղեկատվություն վարորդների զրկումների վերաբերյալ ավելի ստույգ։ Ինչեւ 20 թվականի հունվարի 1-ից հետո զրկված անձինք, ում զրկման ժամկետը լրացել է մինչև օրենքի ուժի մեջ մտնելը, այսինքն մինչև այսօր, սկսած այսօրվանից հուլիսի 6-ից 1 տարվա ընթացքում կարող են դիմել հաշվառման քննական ստորաբաժանում եւ վերականգնել իրենց վարելու իրավունքը կրկին նույն պայմաններով, այսինքն վճարելով 50,000 դրամի չափով պետական տուժ, ստանալով 1 տարվա կտրվածքով 6 միլիոնային միավորով փորձաշրջանի ժամկետ։ Ինչ վերաբերում է ընթացակարգին, թե ինչ գործողություններ պետք է անել, հնարավորությունից օգտվելու համար պետք է ներքին գործերի նախարարության Վարելու իրավունքը վերականգնելու համար անձինք պետք է հերթագրվել ներքին գործերի նախարարության կայքի համապատասխան մասում, ընտրելով զրկված վարորդական վկայականի վերականգնում առանց քննությունների կոճակը, որը հենց հատուկ ստեղծված է այս նպատակով, ընտրել իրենց համար նախընտրելի ստորաբաժանումը, ընտրել նախընտրելի օր եւ ժամ իրենց ներկայանալու համար եւ տվյալ օրը ժամին ներկայանալ ստորաբաժանում իրենց հետ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ եւ պետական տուրքի վճարման անդորագիր, որը 50,000 դրամ է։ Հաշվի համարը, որին պետք է վճարել 50,000 դրամի անդորագիրը 940 500, այսինքն 500 եւ 3810։ Մենք հրապարակենք նաեւ արդեն իսկ հրապարակված նաեւ հաշվի համարը հավելյալ եւս հրապարակենք, ուզում տեղեկացնել նաեւ, որ տուրքի գումարը կարող է վճարվել նաեւ հենց ստորաբաժանումներում արկա վճարման միջոցներով։ Բացի այդ, անձինք ում վարորդական վկայականների ժամկետները լրացած են արդեն իսկ, այսինքն չեն կարող իրենց հին վարորդական վկայականը հետ ստանալ ստորաբաժանումներից, նրանք բացի 50,000 դրամ պետական տուրքից պետք է վճարեն նաև վարորդական վկայական ստանալու համար նախատեսված պետական տուրքը, որը պլաստիկ քարտի տեսքով վկայականի համար 12,000 դրամ է, իսկ թվային վարորդական վկայականի համար 6,000 դրամ։ Իսկ այն անձինք, ում վարորդական վկայականները դեռևս ժամկետի մեջ են, այսինքն գործող են եւ կարող են հենց նույն վարորդական վկայականները հետ ստանալ տվյալ ստորաբաժանումից, ապա հավելյալ տուրք վճարելու անհրաժեշտություն չի առաջանա հետ ստանալ իրենց վարորդական վկայականները։ Այսքանը երևի թե ընթացակարգի մասով, եթե օրենքի մասով արձանագրելու են կառավարության որոշման կարգավորումները, եթե օրենքի հետ կապված հարցեր կան, եթե լինեն հարցեր, պարոն Մանուկյան, հարցերի տեսքով, եթե չէ մենք ինքներս մեզ համար դուրս գրած հարցերի
առանձնացնենք, պատասխանենք։ Լավ, այդ դեպքում անցնենք կառավարության որոշման կարգավորումներին։ Իհարկե դրանցից մեկը բավականին երկար է քննարկվել, այսինքն հանրությունը որոշակիորեն տեղեկացված է, խոսքը վերաբերում է գործնական քննությունների համար սահմանված ժամանակի երկարաձգմանը։ Գիտենք, որ ներկայումս տեսական քննությունը դրական հանձնելուց հետո, մինչև վերջին փոփոխությունը իհարկե, անձին տրվում էր 1 տարի ժամկետ, որպեսզի գործնական քննությունը կարողանա հանձնել։ Ընդ որում 1 տարվա ընթացքում գործնական քննությունը հաջողությամբ չհանձնելու պարագայում տեսական քննության արդյունքները համարվում են ուժը կորցրած։ Ուժը կորցնելու իմաստով որևէ բան չենք փոխել, պարզապես հաշվի առնելով բազմաթիվ հանգամանքներ, այդ թվում նաև հերթական անգամ ասեմ, քաղաքացիներից եկած ազդակները, որովհետև մի հետաքրքիր մշակույթ է Հայաստանում ձևավորվում, սկսել են նաև դասընթացների գնալ մեր քաղաքացիներից, դասընթացը որոշակի տևողություն է, նաև քաղաքացիական պատասխանատվության աճ ենք նկատում այն իմաստով, որ մարդը մինչև իր կարծիքով գոնե պատրաստ չի լինում, չի դնում հաշվառման քննական մարմիններ, այսինքն այս իմաստով նաև օբյեկտիվ անհրաժեշտություն է առաջացել, որպեսզի մենք նաև ընդառաջենք քաղաքացիների խնդրանքին, եւ այդ 1 տարին դարձել է արդեն 2 տարի, այսինքն, եթե ավելի պարզ ասեմ, տեսական քննությունը հանձնելուց հետո անձը հնարավորություն կունենա 2 տարվա ընթացքում հանձնելու գործնական քննությունը։ Կառավարության որոշումը արդեն հրապարակված է եւ հունիսի 4-ից ուժի մեջ է մտել։ Հաջորդ, այսպես ասած, փոփոխության մասին խոսենք։ Դուք նաև հաճախ ականատես եք լինում, որ ներքին գործերի նախարարությունը թվայնացման միտված մեծ ծավալի աշխատանքներ է կատարում եւ այս իմաստով որոշակի ռիսկեր մեղմող կարգավորումներ ունեն կառավարության որոշման այս վերջին փոփոխությունների մեջ ներառված։ Խոսքը վերաբերում է անձի հոգեկան կամ թմրամիջոցների կամ հոգեմետ հոգեներգործուն նյութերի օգտագործման պայմանավորված կամ օրենսդրությամբ սահմանված պայմաններին չհամապատասխանելու մասին տեղեկատվությանը։ Թվայնացման իմաստով ինչ ենք նախատեսել, որ քննական մարմինը այդ տեղեկատվությունը ստանում է ինքնաշխատ եղանակով էլեկտրոնային առողջապահության միասնական համակարգից, այսինքն Արմեդից։ Իհարկե, այնպես չէ, որ կարգավորումներ նախկինում չեն եղել, բայց հաշվի առնելով թվայնացման գործընթացը հատկապես վերջին տարիներին է մեծ թափառել, դրանք իհարկե նյութական կրիչներով են փոխանցվել։ Սրանով մենք ավելի օպերատիվ կապ ենք ապահովում այն անձանց տվյալների մասով, որոնք հնարավոր է ընթացքում որոշակի հիվանդություններ կամ չգիտեմ ինչ-որ հիմնարկներում, համապատասխան հիմնարկներում հաշվառման են վերցրել եւ պետությունը այս իմաստով անվտանգային բաղադրիչը ավելի է բարձրացնում, որովհետեւ տեղեկատվությունը ստացվում է ներքին գործերի նախարարության համապատասխան էլեկտրոնային ռեգիստրում եւ ինքնաշխատ եղանակով նաեւ վարելու իրավունք էս պարագայում դադարում է եւ բնականաբար արտաքին ծառայություն իրականացնող մեր ստորաբաժանումները դա տեսնում են։ Այդ կերպ ասած շրջանառության մեջ այսպիսի հիմքով, այսինքն երբ մարդուն արգելված պետք է լիներ ունենալու վարելու իրավունք, բայց իր մոտ դեռ կա, այս շրջանառությունը ճակերտավոր ստվերային գրեթե նվազագույնի պետք է հասցնենք։ Հաջորդ փոփոխությունը, որը շատ է կարևորվել մեր կողմից, թեստերի հարցաշարերի առավել թիրախային դարձնելն է։ Ընդ որում ես մեր հանրության համար հատուկ ուզում եմ շեշտել, որ սրա նպատակը եւ արդյունքը ամենևին քննությունները հեշտացնելը կամ բարդացնելը չէ։ Հատկապես կարող է մտայնություն ստեղծվել, որ որոշել ենք քննությունները հեշտացնենք, քննությունների հեշտության կամ բարդացման իմաստով որևէ բան չի փոխվել։ Պարզապես մենք ինչ ենք ասում։ Ասում ենք, եթե անձը դիմել է այս կատեգորիայի կամ այսինչ ենթակատեգորիայի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ձեռք բերելու համար, ապա արդյոք առավել արդյունավետ եւ նաեւ անվտանգության իմաստով ավելի օգտակար չէ, որպեսզի նա հատկապես պատասխանի այդ կատեգորիայի կամ ենթակատեգորիայի տրանսպորտային միջոցին վերաբերելի հարցերին։ Ամբողջ պատմությունը սա է։ Հետևաբար այստեղ այլ մտայնություններ, այլ մեկնաբանություններ լինել պարզապես չի կարող։ Մեր նպատակը եղել է կոնկրետ ստուգել այն գիտելիքը, որ այդ վարորդին ապագայում այս փուլում տեխնացուին անհրաժեշտ է լինելու տվյալ կատեգորիայի կամ ենթակատեգորիայի տրանսպորտային միջոցը վարելու համար։ Ասեմ նաև, որ քանի որ մենք այս զրկված վարելու իրավունքից զրկվելու մասին օրենքից այս փոփոխությունից խոսեցինք, որոշակի ենթալեզվական մակարդակում շտկումներ են կատարել, համապատասխանեցրել ենք նաև կառավարության որոշումը այս իմաստով եւ ուժի մեջ մտնելու ժամկետները ես կթողնեմ պարոն Չիլինգարյանին եւ եթե գործնական այսպես պրակտիկ հարթությունում հարցեր կան,